Մեր նախաձեռնությունը բավարարված չի այս փոփոխություններով եւ առարկություններ չունենք, բայց լրացումներ ունենք եւ պահանջում ենք, որպեսզի այդ նոր օրենսգիրքը կազմվի նոր օրենսգիրք վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ այդտեղ ներառվի բոլոր այն բացթողումները, որպեսզի մենք ունենանք կանոնավոր երթևեկություն մեր հանրապետության տարածքում։ Մասնավորապես այդ բալային համակարգը, որ ներդրվեց, որպեսզի նվազ խախտումների համար մարդիկ չտուգանվեն, այսինքն գիծ տրորել կամ ոչ վտանգավոր խախտումների համար ստանան նախազգուշացում, բոլոր դեպքերում դա հիմա կիրառվում է արդեն, այսօրվանից կիրառվում է։ Իսկ միտումնավոր խախտումներ։ Ոչ միտումնավոր խախտումների վերաբերյալ։ Դա այնպիսի տպավորություն է, որ մարդ կարող է վճարել եւ անվերջ խախտումներ անել, ոնց որ նախկին մենք ունենք անսահման անբարեխիղճ վարորդներ եւ զսպման մեխանիզմը այն էր, որ պետք է սահմանափակում մտցնել, նախ կարելի էր զրկել տվյալ վարորդին, անբարեխիղճ վարորդին 6 ամսով կամ 1 տարով։ Տպավորությունն այն է, որ մարդիկ կարող են վճարել 1 միլիոն դրամ, 2 միլիոն դրամ եւ շարունակել խախտումներ իրականացնել։ Այն չափորոշիչները հստակ ձևակերպված չեն, չափորոշիչներ չկան։ Բալային համակարգից է, չէ՞, խոսվեց նաև այդ։ Բալային համակարգը մեր նախաձեռնության առաջարկությունն էր հենց, որ պետք է լիներ բալային համակարգեր։ Ուրեմն բալային համակարգը ի սկզբանե մեր հայ իրականության մեջ դա մեր առաջարկությունն է եղել։ Եվ պետավտոտեսությանը բազմիցս բարձրաձայնել ենք տարբեր ասուլիսներում։ Մենք հեծանիվ չենք հայտնագործել։ Դա Եվրոպայում նախկինում կիրառվող բան, ուղղակի մեր իրականության մեջ մենք ենք առաջարկել։ Հիմա տեսեք ինչ է ստացվում, մինչև համակարգում համակարգային փոփոխություններ չլինեն, մենք սա նայում ենք որպես նույն գործընթացի շարունակություն։ Այսինքն, եթե նախկինում այդ գծերը տրորելու համար ուրեմն 5000 դրամներ էին տուգանվում, հիմա ուղղակի բավարարվելու են նախազգուշացումով։ Բայց պատկերացրեք, որ շարունակական նույն բնույթն է տեղի ունենալու, ինչի համար եմ ասում, եթե մի գործունեության մեջ կա ուրեմն ձեռնարկատիրական մոտեցում եւ սուբյեկտիվիզմը նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր նստած են կոմպյուտերի այն կողմը եւ խախտումներն են արձանագրում, մենք դա համարում ենք, որ օբյեկտիվ գործընթաց չի լինի։ Այսինքն, այս համակարգում պետք է համակարգային փոփոխություններ լիներ եւ այդ գործընթացները, որ մենք առաջարկում էինք նախկինում, Արդարադատության նախարարությունը ոչ մի շահագրգիռ կողմի չի հրավիրել այդ օրենքը քննարկելու, այսինքն ոչ մեր նախաձեռնությունը, ոչ տարբեր վարորդների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններ չեն հրավիրվել եւ այդ օրենքը միակողմանի պետավտոտեսության եւ արդարադատության նախարարության գրասենյակում է գրվել, բայց դա չի քննարկվել հանրային, այսինքն շահագրգիռ կողմերի հետ։ Դրա համար մենք գտնում ենք, որ այդ օրենքում բազմիցս բացեր կան եւ դա ընթացքում պրակտիկայում մենք կհամոզվենք դրանում, համոզված եմ, եւ կավելացնեի այստեղ նաեւ մի պահ, որ այդ որոշակի ուրեմն խստացումները ոգելից կմիշտ օգտագործելու եւ այլն, դա մենք նորմալ ենք դիտարկում, այո, դա այտենց էլ պետք է լիներ, դրական բաներ էլ կան, այս չի, որ մենք միայն բացասականն ենք տեսնում, նաեւ դրական բաներ կա, այս ամեն ինչի մեջ։ Ինչ վերաբերվում է համաներմանը, ինչ տեղի ունեցավ, միթե այս մեր փողոցները լայնացան, այս գծերը ինչ որ կարճացան, չգիտեմ ինչ եղավ, թող մարդկանց, որոնք միլիոնների հասնող տուգանքներ ունեն, թող առաջարկեին նաև ոչ թե մայր գումարները վճարեն այդ դահակի բաները հանած, այլ նաև բողոքարկման մեխանիզմը ցնեին, թող մարդիկ այդ մի րոպեն, որ նախկինում տաքսու վարորդները կամ ցանկացած մեքենա մարդ է նստացրել կամ միջացրել եւ դա արձանագրվել է 5000 դրամի խախտում որպես երկրորդ շարք կանգնելու համար, թող մարդկանց դրանց բողոքարկման հնարավորությունը տան նաև, որպեսզի այդ միլիոններից մարդիկ որոշակի ուրեմն այդ բաժից դուրս գան։